Բարև ձեզ հարգելի հետևորդներ, CVKM-ը տեսակապի միջոցով այսօր կզրուցի Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար պարոն Արթուր Սաքունցի հետ։ Պարոն Սաքունց, բարև ձեզ, շնորհակալություն մեր հրավերն ընդունելու համար։ Ողջույններս, շնորհակալ եմ հրավերի համար։ Պարոն Սաքունց, տեղյակ եք, որ օրերս մեր հարցմանն ի պատասխան ազգային անվտանգության ծառայությունը հաստատեց, որ Ռուսաստանի Դաշնության եւ Նոր Նախիջևանի հայոց թեմի առաջնորդ Եզրաս arczepiskopos Ներսիսյանը 1986-88 թվականներին համագործակցել է ԽՍՀՄ պետական անվտանգության կոմիտեի հետ։ Առկա տվյալների համաձայն Եզրաս arczepiskopos Ներսիսյանը ներկայումս կապեր է պահպանում օտարերկրյա պետությունների հատուկ ծառայությունների ներկայացուցիչների հետ, ինչը ըստ ԱԱԾ-ի կարող է սպառնալիք հանդիսանալ Հայաստանի Հանրապետության անվտանգությանը եւ շահերին։ Պարոն Սաքունց, ձեզ համար սպասելի էր ԱԱԾ-ի նման բացահայտումը։ Ճիշտ ասած, իհարկե սպասելի չէր, որ ԱԱԾ-ն նման հատային, այսպես կոչված, բացահայտում կկատարի, որովհետև իսկ հիմա ելում մենք հարցնելու հերթով, ասենք քանի հոգու վերաբերյալ պետք է առանձին հարցումներ կատարենք, որպեսզի որ ստանանք ԱԱԾ-ի կողմից նման կամ որևէ պատասխան։ Ես ուզում եմ այս իրավիճակին անդրադառնալով հիշատակել Մարդու իրավունքների եվրոպական դատարանի կողմից վերջերս կայացած որոշումը Մանուկյան ընդդեմ Հայաստանի։ Խոսքը վերաբերվում է մինչև հեղափոխությունը ազգային անվտանգության ծառայության կողմից ընդդիմադիր քաղաքական ուժի ներկայացուցիչ Իրայր Մանուկյանին ազգային անվտանգության ծառայության աշխատակցի կողմից հավաքագրելու փորձին։ Այսինքն ես ուզում եմ ասել, ինչի է գնալ մինչև 1986-87 թվականները, երբ որ փաստորեն ազգային անվտանգության ծառայությունը արդեն Հայաստանի Հանրապետության անկախությունից հետո, անկախություն ձեռք բերելուց հետո բառացիորեն այդ ժամանակահատվածում նույնպես իրականացրել է այնպիսի գործառույթ, կոչվում է հավաքագրում, որը վերաբերում է քաղաքական ակտիվ գործչինի դեպասեն, որ նման փորձերի մասին եղել են հրապարակումներ, եղել են փորձեր եւ լրագրողների ուղղությամբ, որի մասին ցավոք սրտի լրագրողները գերադասել են լռել։ Այո։ Եղել են նաեւ քաղաքական ակտիվիստների ուղղությամբ, որի մասին լռել են եւ հայտնի չէ թե ի վերջո այդ գործողությունը հավաքագրումը ունեցել է արդյունքներ, թե մերժվել են։ Այսինքն խնդիրը շատ ավելի խորքային է, պետք չի շատ հեռու գնալ։ Չնայած պետք է գնալ հեռու հասկանալու համար, թե ինչի հետ գործ ունենք։ Խնդիրը վերաբերում է նրան, որ ՊԱԿ-ը պետական անվտանգության կոմիտեն, ԿԳԲ հայտնի հապավումը, խորհրդային միության օրոք գործել է որպես ճնշման գործիք, հետապնդման գործիք այլախոհների նկատմամբ։ Եվ ինքը քաղաքական, ռուսերեն այդ բառը կոչվում է սիսկ, քաղաքական ճնշման գործիք է եղել։ Իդեպ ասեմ նաև նման բնույթի գործողություն իրականացրել է հենց Ցարսկայա խրամկա հայտնի կազմակերպությունը մինչև հեղափոխությունը։ Այնպես որ մենք գործ ունենք մի այնպիսի խորքային պետությանը բնորոշ կառույցի հետ, որի ավանդույթները չեն կասեցվել, որտեղ ես օրինակ բերեցի արդեն նորանկախ Հայաստանում ազգային անվտանգության ծառայության կողմից նման փորձի հետ։ Հիմա երբ որ Արթուր Վանեցյանին վարչապետը նշանակում էր ազգային անվտանգության ծառայության պետ, ես այն ժամանակ ուղղակի հարց եմ բարձրացրել, իսկ ինչով եք համոզված, որ Վանեցյանը չի մասնակցել քաղաքական ընդդիմադիրների, ակտիվիստների նկատմամբ ապօրինի գործողություններով, որտեղ նման գործողությունը հավաքագրում, ճնշում եւ այլն չի հանդիսանում ազգային անվտանգության ծառայության գործառույթը։ Ազգային անվտանգության ծառայության գործառույթը հանդիսանում է նրա, որ այն մարդիկ կամ այն գործողությունները, որոնք ուղղված են պետության անվտանգությանը, ոչ թե իշխանության անվտանգությանը,
Դրանք պետք է լինեն իր հետազոտման առարկան։ Ձեր ասած օրինակի հետ կապված մեկ այլ հարցեր։ Այսինքն ես ուզում եմ ամփոփեմ, որ պետք է եւ անհրաժեշտ է հիմա էլ է օրակարգում է գտնվում, որ տրվի քաղաքական եւ իրավական գնահատական ընդհանրապես այդ սովետական կառավարման այդ ժամանակահատվածին ռեժիմին, որի շրջանակներում պետք է գնահատականներ տրվեն, թե որոնք են եղել այն մեխանիզմները, որոնք են եղել այն ինստիտուտները, որոնք այլախոհներին հետապնդել են, որոնք մարդկանց իրենց հայացքների համար, զուտ իրենց հայացքների համար, ուրեմն ենթարկվել են ճնշումների, ազատազրկումների, բռնությունների, իհարկե այն ժամանակվա օրենքով կար, չէ, հակասովետական պրոպագանդա էր կոչվում եւ այլ սովետական կարգ։ Այսինքն սրանք ակնհայտ այնպիսի հոդվածներ էին, որոնք բնորոշ են բռնապետական ռեժիմին։ Այսինքն գաղափարախոսության դեմ խոսալը հանդիսանում էր ուրեմն հակապետական, որտեղ պետության հիմքում այդ մի գաղափարախոսությունն էր։ Եվ նաև այդ գնահատականի չտալը 1991 թվականի անկախությունից հետո հանգեցրեց նրան, որ գնահատականի չարժանացած KGB-ի հետ համագործակցությունը բացասական առնվազն չհամարվելու պայմաններում գործիչները շարունակեցին քաղաքական դերակատարում ունենալ, ավելինը որոշակի ազդեցություն ունենալ։ Եվ սա է հիմնական այն կարմիր գիծը, եթե հայտնի հասկացությունը կիրառենք, որը պետք է գծվեր Հայաստանի անկախության ձեռքբերումից հետո, որպես անկախ պետություն, նախկին ուրեմն խորհրդային ռեժիմի պայմաններում գաղութացված վիճակում գտնող պետության կարգավիճակից դուրս գալու համար։ Ավելին, մինչև հիմա չկա գնահատական հստակ, որ 1920 թվականի նոյեմբերի վերջին դեկտեմբերին տեղի է ունեցել Հայաստանի օկուպացիա բոլշևիկյան ուժերի կողմից։ Մի կողմից նշում են Նժդեհի ապստամբությունը, որը ուղղակի իրապես ունեցավ արդյունք Լեռնահայաստանի պահպանության եւ նաեւ Հայաստանի Հանրապետության հարավը, պահպանելու հետագայում։ Բայց մյուս կողմից են մոռանում են, որ այդ ում դեմ էր բակռվում, ով էր այդ օկուպացնող ուժը։ Չարվեց նաեւ 2018 թվականին։ Ես ես վստահեցնում եմ։ Այսօրվա իշխանության շատ ներկայացուցիչներ, նաեւ ընդդիմության շարքերում շատ ներկայացուցիչներ կան, որոնք եւ հետապնդվել են ազգային անվտանգության ծառայության կողմից, եւ նաեւ հավաքագրվել են ազգային անվտանգության ծառայության կողմից, եւ նաեւ ազգային անվտանգության ծառայությունը KGB-ազերծելու այդ գործընթացը չիրականացնելով գտնում են նաեւ Ռուսաստանի Դաշնության այդ FSB կոչվածի ներքո։ Իդեպ հայտնի փաստ է Խադարկովսկու կողմից աչակցող այդ դոսիե սոցիալական կայքում հստակ ներկայացված է, չէ, որ FSB-ի 5-րդ վարչությունը զբաղվում է հետխորհրդային պետություններում իր առաքելությամբ այն է ստեղծելու ուրեմն հավաքագրելու գործողություններ կատարելու այս իր կոնտրոլը, իր հսկողությունը սահմանելու համար։ Այդ չեմ խոսում, որ մյուս անվտանգային մարմինը, որի մասին շատ քիչ են հիշատակում, ԳՌՈ-ն, Главное разведывательное управление, ինչպիսի ահաբեկչական գործողություններ իրականացնում այլ պետություններում, Սկրիպալների, Նավալնու հենց թեկուզ ուրեմն թունավորման դեպքերը հենց ներսում։ Այսինքն, երբ որ ես լսում եմ, որ հա դե ինչ ա եղել KGB-ի հետ ուզած պետք է համագործակցեին հանուն սովետական Հայաստանի, այսինքն սովետական Հայաստան ինչ է թղթի վրա գոյություն ունեցող բան էր։ Եթե սովետական Հայաստանի դեպքում չէր, այդ անկախությունը ինչու՞ էր կայանում։ Չէ՞ որ անկախ, եթե անկախ էր, ինչ էին անկախանում, չէ՞, վերջին հաշվով։ Այսինքն պարզ էր, որ չէր կարող քաղաքական այլախոհների դեմ գործող կառույցի հետ համագործակցողը չարչակցել այդ նույն քաղաքական այլախոհների ճնշումներին, որտեղ ինչ ինֆորմացիա պետքա տար
Այդ համագործակցությունը ինչ է ընդհանրում, տեղեկատվության տրամադրում։ Հիմա, իսկ եթե այդ համագործակցությունը շարունակվում է, ապա ո՞րն է այդ տեղեկատվության տրամադրման, ուրեմն բովանդակությունը, շարունակել նույն հետապնդումները արդեն պետության ներսում այլ պետության արտաքին կամ այդ անվտանգային ծառայության կողմից հետապնդումներին աչակցելը, տեղեկատվության կամ տրամադրելը, դոսիեներ հավաքելը եւ այդ դոսիեների միջոցով քաղաքական գործիչների վրա ճնշում գործադրել։ Ես բաժին հիշեցի նաեւ Գերմանիայի Ֆեդերատիվ Հանրապետության կանցլեր Վիլի Բրանդտի օգնականը թե քարտուղարին էր ուրեմն հավաքագրված KGB-ի կողմից։ Պարզ չէ որ ընդհանրենք նման մակարդակի պետության, ղեկավարի դե ֆակտո վարչապետի օգնականի կամ քարտուղարուհու հավաքագրումը ինչ նպատակ էր հետապնդելու, որ ազգային անվտանգության, պետության շահերին վերաբերող, պետական անվտանգության վերաբերյալ հարց տեղեկությունները, որը ուղղակիորեն առնչվում է այդ անձնավորությունը, որտեղ անմիջապես շփվում է նաև վարչապետի հետ, փոխանցում է մեկ այլ թշնամի կամ հակառակորդ պետության անվտանգային ծառայություններին եւ նրա ղեկավարությանը, որը մեծ վնաս պետք է անխուսափելի է որ մեծ վնաս կհասցներ այդ պետության շահերին։ Այսինքն այս որակի կամ բնույթի կամ այդ կերպով ներկայացնել թե բա ինչ ա եղել համագործակցել են, դա կամ առնվազն անմեղսության հետևանք է, անգրագիտության հետևանք է, կամ դիտավորյալ, KGB-ին չգիտեմ, մաքրազերծելու կամ KGB-ին որպես այդպիսի եւ նրա իրավահաջորդ FSB-ն, ներկայացնում ինչ ա եղել, որ FSB-ի ագենտ կա լինել, էլի, կամ FSB-ի հետ կարելի է համագործակցել։ Այս հարցերը սուրճ չէին կարող դրվել մինչև հեղափոխությունը նախորդ իշխանությունների օրոք, որովհետև նախորդ իշխանությունը ամբողջությամբ գտնում էր Կրեմլի հետ քիմիական կապի մեջ։ Իրենց այսպես կոչված կնքահոր հայտնի խոսքով։ Եվ նրանք չէին կարող համարել, որ ենթադրենք FSB-ի կամ ԳՌՈ-ի հետ համագործակցելը վատ բան է պետության շահերի դեմ, որովհետև պետության ամբողջ շահերը ենթարկված են Կրեմլի շահերի սպասարկմանը, իր բոլոր ատրիբուտներով։ Հիմա այս խոսույթի կամ այս խոսակցության հրապարակային նետելը իհարկե դա կարևոր է, բայց ես գտնում եմ, որ այնուամենայնիվ չպետք է լինի ընտրողական մոտեցում։ Քիչ առաջ պետք է բացահայտվեն բոլոր հավաքագրված անձինք։ Գիտեք, պետք է ընդհանրապես վերաբերում եւ դիրքորոշում հստակ արտահայտվի առաջինը քաղաքական մակարդակում, որ օտարերկրյա ծառայությունների հետ կապ չունի, որ օտարերկրյա ծառայությունների հետ համագործակցելը կամ հավաքագրվել ավելի ճիշտ համարվում է քրեորեն հետապնդելի արարք։ Ինքնին փաստը հավաքագրվելը դա նշանակում է համաձայնություն է տալիս կատարել նրա պահանջները։ Երբ որ սա նույնականացնում են FSB-ի կամ ԳՌՈ-ի հետ համագործակցելը ազգային անվտանգության, այսինքն քո երկրի անվտանգային մարմինների հետ, ապա դա նույնպես ուղղակի արտասովոր է, այսինքն քեզ համար նշանակություն չունի, FSB-ի հետ կհամագործակցի քո քաղաքացին, թե ազգային անվտանգության ծառայության կամ մեկ այլ պետության հատուկ ծառայության։ Կամ մեկ այլ պետության, չէ՞, այսինքն սա նույնպես կարծես թե այդ նման պատկերացում ներկայացնողները կամ նման կերպ մոտեցողները շարունակում են մնալ այն տրամաբանության կամ այն մտքի մեջ, որ այո, Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունը շարունակում է մնալ FSB-ի որպես տեղական ջոկատը, որի մասին քիչ առաջ հիշատակած Խադարկովսկու դոսիեում նշվում էր նաև դրա վերաբերյալ։ Մենք քրեական օրենսգրքում նման կարգավորում չունենք, նման հանցակազմ նախատեսված չէ։ Հավաքագրում, գիտեք, ասում եմ պետական դավաճանություն եւ այլն, շատ բան է, որտեղ հավաքագրելը ինքնին դեռ լավ չի համարվում քրեորեն հետապնդելի։ Դա նույնն է, ասենք թե ոնց որ սպանություն եւ սպանության սպառնալիքը, Եթե միայն սպառնություն լիներ, ապա սպառնալիքը քրեորեն հետապնդելի, եթե չես համարում, ապա դա չի բանալվում, քրեորեն պատասխանատվության չի ենթարկվում։ Սա մեկ, երկրորդը, գիտեք, այո, տարբեր պետությունների անվտանգային ծառայությունների հետ կարող է լինել համագործակցություն, միայն
տվյալ պետության անվտանգային մարմինների մակարդակով, որոնք ունեն գործառույթներ, ենթադրենք համատեղ պայքարելու, ենթադրենք միջազգային ահաբեկչության դեմ կամ թմրամիջոցի ապօրինի շրջանառության դեմ, հա, կամ թրաֆիկինգի, այո, կամ թրաֆիկինգի հարցերով, այսինքն այնպիսի մարտահրավերների, այնպիսի սպառնալիքների շուրջ կարող են անվտանգային եւ իրավապահ մարմինները համագործակցել, որը հանդիսանում է երկուսի համար ընդհանուր մարտահրավեր, բայց կներեք, երբ որ դու քաղաքական գործիչ ես ու հավաքագրված ես, կապ չունի, ինչ որ հասարակական գործիչ ես, ու հավաքագրված ես օտարերկրյա ծառայության կողմից, ապա եւ ընդ որում ունես որոշակի տեղեկություններ, որտեղ եթե դու զբաղվում ես գործունեությամբ, ապա անխուսափելի է որ ունենաս որոշակի տեղեկություններ, որոնք ենթադրենք մատչելի չեն շատերի համար։ Հետաբար այդքանով այդ տեղեկությունը արդեն ինքնին զգայունն է քո պետության անվտանգության համար։ Եվ չպետք է այս խնդիրը դիտարկել կամ թողնել միայն անձի պատասխանատվության, բարեխղճության վրա, որովհետև պետք է նաև համապատասխան օրենսդրական կարգավորումներ լինեն։ Տեսեք, Facebook-ի հետ համագործակցելը, եթե քաղաքական համակարգում, քաղաքական ուժերի կամ հասարակական ուժերի դաշտում չի համարվում պարսավելի արարք, ապա դա նշանակում է խոցելի է նաև քո քաղաքական համակարգը, որտեղ այդ քաղաքական ուժը, եթե գալիս է իշխանության կամ կոալիցիոն, ապա դուրս է գալիս, որ օտար պետության, ուրեմն շահերը ներկայացնողը ներգրաված է քո կառավարման մեջ։ Սա լուրջ մարտահրավեր է պետության անվտանգության հետ կապված եւ այստեղ չպետք է ուրեմն սահմանափակվել հատային մոտեցումը, որտեղ գիտեք ոնց է հատային մոտեցումը կասկածի տակ են, չէ՞ դնում։ Որտեղ ասում են թե մի հատ վերցրել եք, հրապարակել եք ըստ նպատակահարմարության, բայց կներեք, երբ որ տրված չի գնահատական, հետո ասում են թե արխիվները քիչ մասն են ասել, կապ չունի քիչ մասն են ասել, թե չէ, բայց վկաներ կան, որոնք դժել են նման գործողություններից, առնվազն գոնե ներքաղաքական, հա, հետապնդումների ֆոնին։ Պարոն Սաքունց, ազգային անվտանգության ծառայության պատասխանում շատ կարևոր շեշտադրում կա, որը կարծեք ուշադրության չի արժանում։ Առկա տվյալների համաձայն Եզրաս arczepiskopos Ներսիսյանը ներկայումս կապեր է պահպանում օտարերկրյա պետությունների հատուկ ծառայությունների ներկայացուցիչների հետ։ Ընդդիմադիր մի շարք գործիչներ, վստահ եմ, արձանագրել եք, որ շտապեցին պաշտպանության տակ առնել Եզրաս arczepiskoposին նախ կասկածի տակ դնելով հրապարակված փաստաթղթի իսկությունը, թե ԽՍՀՄ տարիներին նման փաստաթղթերը ռուսերենով են կազմվել, անգամ ԺԳ-ի թղթերը կազմվել են հայերեն եւ ռուսերեն։ Նկատեմ, պարոն Սաքունց, որ մինչեւ այս պահը Մայրաթոռը չի արձագանքել հրապարակված փաստաթղթի իսկությանը, ընդամենը րոպեներ առաջ Factor AM-ը հարցում էր արել Մայրաթոռին եւ այնտեղից գերադասել էին հարցը թողնել առայժմ առանց մեկնաբանության։ Դուք ինչպես կմեկնաբանեք այս իրավիճակը, այսպիսի արձագանքը։ Փաստաթղթի իսկության կամ ոչ իսկության այդ բանավեճը, ճիշտ ասած, այնքան խոցելի է դարձնում կամ այնքան է ուրեմն արժեզրկում այդ երևույթը կամ այդ խնդիրը, որի մասին քիչ առաջ ես խոսում էի։ Ես Դրեզդենում աչքերովս եմ տեսել, այդպիսի մի թանգարան կա, որում հավաքագրված են առնվազն 120,000 գերմանացիների վերաբերյալ տարբեր տեղեկությունների բազան, որը հավաքագրել է ժամանակին այդ Գերմանիայի դեմոկրատական հանրապետություն կոչվածի, հա, որը խորհրդային միության հսկողության տակ էր, Շտազի անվտանգային ծառայության կողմից։ Եվ յուրաքանչյուր քաղաքացի կարող էր դիմում գրել եւ ստանալ իր վերաբերյալ թե ինչ տվյալներ են հավաքագրել մեկ, ովքեր են այդ տեղեկությունները հաղորդողները եղել, իդեպ ասեմ, որտեղ այնտեղ կա եւ նաեւ ուրեմն անուններ, իդեպ շատ խայտառակ պատմություններ, այնտեղ կան որ ընտանիքի մի անդամը մյուս անդամի նկատմամբ, եղբայրը քրոջ եւ այլն, այսինքն մի խայտառակ մի ամբողջ բան, որը ցնցումներ էր առաջացնում, բայց կներեք այդ ցնցումները
առաջացնողը հենց այդ համակարգն էր, համակարգային տոտալ հսկողությունը մարդկանց անձնական կյանքի նկատմամբ եւ որը օգտագործում էին հենց անգամ իրենց մտերիմներին։ Եվ որ նման մոտեցումը չկա, այսինքն երբ որ այդ թանգարանում, որովհետեւ երկար պահարաններ էին, հա, այդ փաթեթներով տեղադրված, եւ որ ցանկացած քաղաքացի կարող է իր մասին ստանալ օրինակի համար, կամ դա պետք է լինի համակարգված ինստիտուցիոնալ, ապա այո, կարող են ասել, ենթադրենք, բա ինչքանով է իսկությանը համապատասխանում այդ փաստաթուղթը, բայց ինձ դա չի մտահոգում նաեւ, որ օրը ցերեկով հայտնի է, որ Մոսկվայի եւ համայն Ռուսիո թեմի ղեկավարը աչակցում է Ուկրաինայի դեմ Ռուսաստանի ագրեսիային։ Ես սա մասին ոչ ոք կներեք, ոչ իշխանությունը, ոչ այդ ընդդիմություն, ասածը չեն քննադատում, չեն պարսավում, որ ոնց կարող եք դուք նման գործելակերպը, որի համար նա շքանշան է ստանում։ Դե պարզ է, որ սիրուն աչքերի համար չէ տալիս շքանշանը։ Այսինքն մարդը հոգևորականը աչակցում է հավաքագրմանը, օրհնում է ազգությամբ հայերին Ռուսաստանի քաղաքացիներ կլինեն, թե քաղաքացիներ, չնայած արդեն կան տվյալներ, որ նաև Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ են նաև մասնակցել եւ զոհվել, այդ թվում նաև անհայտ կորածներ ունեն։ Չէ, մի քանի հազար հոգու մասին է խոսքը։ Դու հակամարտկային քերորեն հետապնդելի գործողություն կատարող, հա, պատերազմական հանցագործության մեջ մեղադրվող այդ ռեժիմին դու աչակցում ես եւ դա օքեյ է, նորմալ է եւ ոչ մեկը նույնիսկ քաղաքական գնահատական չի տալի։ Եվ այդ պարագայում հիմա խոսել դա իսկ իրականը իսկ դա չի իրական։ Այդտեղ ինչ փաստաթուղթ է պետք, երբ օրը ցերեկով այդ շքանշանը ստանում է եւ օրը ցերեկով այդ Ռուսաստանի հայերի միություն այդ համագումար կոչվածում, հա, օրհնում են եւ շնորհավորում են Ռուսաստանի Դաշնությանը մատուցած ծառայության համար։ Դե ինչ փաստաթուղթ է պետք։ Դե դրա համար էլ հետեւյալ փաստարկը կբերեն, բա Նոր Նախիջևանի եւ Ռուսաստանի թեմն է, բա հո չէ, պաշտպանելու ուկրաինական կողմին, բա բնականաբար ստիպված էր, որովհետեւ ուկրաինական կողմի պաշտպանելու մասին չի խոսքը։ Խոսքը վերաբերվում է ընդհանրապես հանցագործությանը չաչակցելու մասին եւ ոչ մեկը քեզ չի զորում։ Դու գիտեք, պետք է ունենալ մարդու վրա ինչ որ դոսիե, այսինքն ինչ որ ճնշման գործիք, հա, որով պարտադրեն մարդուն կատարել այնպիսի գործողություն, որը չի ուզում անում։ Այս դա հավաքագրումն է եւ նաեւ որոշակի ուրեմն տեղեկություններ նրա վերաբերյալ։ Այս կագեբեական մեթոդը կիրառելու արդյունքում այդպիսի անձիկ պետք է կատարեն հրահանգներ։ Բայց ինչի՞ չէ, Վահրամ Մանուկյանը ինչի՞ չկարողացան բան անել, հավաքագրել, որտեղ որից է տեղեկություն չունեին, որ նրան ստիպեին, կամ եթե նույնիսկ ինչ որ բան ունեին, մարդը ընդդիմացել է, չէ՞։ Բան ընդդիմանայի։ Իդեպ ասեմ, որ այդ քաղաքական ընդդիմադիրները մի բան են մոռանում։ Էլի բերեմ մեկ այլ երկրի պատմությունից, հա, բոլորին այդ բանով, կոնտեքստով։ Լիբանանի դեմ, երբ որ Իսրայելը հարձակվեց, խոսքը վերաբերում է 1973 թվականի այդ պատերազմի ժամանակ, հայկական համայնքը յուրահատուկ ուրեմն պահվածք է դրսևորել, չեզոք պահվածք։ Այսինքն ասել է այո, ես ապրում եմ Լիբանանում, բայց եթե մասնակցեմ այդ արաբա-իսրայելական կոնֆլիկտին Լիբանանի տարածքում, ես կոնֆլիկտը ավելի կթեժացնեմ։ Եվ ինքը պահել է չեզոքություն, բացատրելով եւ արաբական հատվածին եւ հրեական մասին, հա, կողմին, որի չեզոքությունը այստեղ այդ տվյալապարագայում առավել եւս պահանջված է։ Հասկանում եք, այստեղ առնվազն դու եթե եւ ես հստակ ասեմ, Պուտինյան ռեժիմը իր գլխավորով եւ իր աչակցներով կանգնելու է ուրեմն քրեական դատարանի արժեվ միջազգային, որի շրջանակում բոլոր ովքեր աչակցեն նրանք են լինելու։ Այդ թվում նաեւ այդ թեմի առաջնորդը, որը հրապարակ բայթոհոթի հենց այնպես չի մնալու։ Բայց կարող են չէ հստակ ասեն, որ մենք որտեղ տարական մի հատ հիմնավորում ասեն։
Ուկրաինայում էլ կա բանը ազգությամբ հայեր, մոտ 300,000 հայ համայնք կա։ Բայց դու գոնե առնվազն այդ հիմնավորմամբ կարող ես, չէ՞ ասել, որ ես չեմ աչակցում, չեմ մասնակցում, որտեղ դուրս կգա ես նաև այնտեղ մյուս կողմից բնակվող թեկուս այդ բանով էթնիկ պատկանությամբ հայերի հետ խնդիր ունեմ։ Ես չեմ կարող այդ բանը։ Ես ճակատագրի բերումով այդպես է ստացվել, որ Ռուսաստանում էլ կան հայություն, Ուկրաինայում կա հայություն, եւ ես այդ ձեզ աչակցելու դուրս է գալիս երկու ժողովուրդ ազգի կամ ժողովրդի երկու հատվածների իրար հետ, հա, այդ սպանելու գործին եմ ես բանանում։ Լավ ընդհանրեք սլավոնները, ուկրաինացիները, ռուսները, դες համար մեկը, բայց դες համար մեկ չի։ Այնքան հիմնավորումներ կան, որոնք կարող են խելամիտ լինել եւ հիմնավոր լինեն, չեն կարող ուրեմն չընդունվել։ Բայց երբ որ դու նույնիսկ կրկնեմ, Facebook-ի նման տականք կառույցի, մարդասպան կառույցի հետ համագործակցելուն չես ուշադրություն դարձնում եւ չես դատապարտում, որ ցանկացած որևէ նման համագործակցություն դատապարտելի է, գոնե դա դիրքորոշումներ կաց, հետո անցի փաստաթղթերի իսկությանը, բայց ու հանրապես չես գնահատական չես տալիս։ Քապ քրտինք կտրած, այո, փորձում էին ապացուցել նույնիսկ Գեգամ Մանուկյանը դաշնակցական պատգամավոր մի տեսահոլովակ էր պատրաստել, որում նախկին ուրեմն գաղտնազերծումները ՊԱԿ-ի կողմից հավաքագրված անձանց հրապարակված փաստաթղթերի նույնականացում էր անում, համեմատություն էր անում եւ եզրահանգեց, որ այո, այդ փաստաթուղթը կեղծիք է, ապաշնոր են ԱԱԾ-ում, նույնիսկ այդպիսի փաստաթուղթը չեն կարողանում կեղծել։ Պարոն Սաքունց, նաև Սերժ Սարգսյանը նախկին նախագահ, երբ որ իրեն հարց տվեցին հրապարակված փաստաթղթի մասին, շտապեց հայտարարել, թե պետք է պարզել միգուցե Եզրաս arczepiskopos-ը գործակցել է հետախուզության ուղղությամբ եւ օգուտ է բերել Հայաստանին։ Այս մասին ինչ կասեք, այս ակնհայտ պաշտպանության մասին։ Ես նախ անդրադառնամ վերստին հրապարակավ ներկայացված տվյալներին։ Դաշնակցություն կուսակցությունը թող նախ անդրադառնա գեներալ Կալուգինի կողմից հրապարակված այն ուրեմն գրքում, որ թե իրենք ինչպես են կոնտրոլի տակ վերցրել եւ հավաքագրել դաշնակցության ղեկավարներին։ Թող նախ դրան անդրադառնա, այդտեղ էլ բան չի, փաստաթղթի իսկության կամ կեղծիքի մասին չի։ Մոկոսկը վերաբերում է ՊԱԿ-ի գեներալ, որը Ռուսաստանից փախավ, ուրեմն կարծեմ սովետի ժամանակվանից փախավ, արտասահման եւ այդ գիրքը գրեց եւ որտեղ հենց դաշնակցության մասով նույնպես անդրադառնում է։ Թող բարի լինեն նաեւ դրան անդրադառնան։ Հերքեն կամ չգիտեմ ինչ որ այլ կասկածի տակ դնեն։ Սերժ Սարգսյանը նույնպես ուղղակի ունիկալ են։ Նորմալ են համարում մարդասպան կառույցի հետ համագործակցությունը։ Իրենք իրենց խոսույթով ամբողջովին ապացուցում են, հիմնավորում են, որ իրենք խորհրդային մտածելակերպի շրջանակում են։ Դուք այդ ովքեր եք, որ KGB-ի հետ կամ FSB-ի հետ համագործակցողը, հա, համաձայնություն տվողը, աշխատի Հայաստանի, այսինքն դվայնո ագենտ է, հա։ Դուք կներեք, էլի։ Այսինքն եւ նորմալ է, հա, որ հոգեորականը բաներնի համագործակցի։ Փաստորեն այո։ Բոլորովին, չէ, գիտեք, նույնիսկ եմ կրկնում, երբ որ նույնիսկ եմ կրկնում, որ KGB, FSB-ն դրանք գործել են ռեժիմի հակառակաքաղաքական հակառակորդներին ճնշելու, հետապնդելու համար եւ ուրիշ գործառույթ չեն ունեցել, ապա դու թույլատրել ես համարում, որ որևէ մեկը համագործակցի դրա հետ ընդդեմ այդ այլախոհների, որոնք դեմ են այդ ռեժիմը, այսինքն այդ ռեժիմը համարում ես, այդ ռեժիմի շահերը ընդունում ես, եւ դու նաեւ քեզ ընդունում ես այդ ռեժիմի շահերի սպասարկողի դիրքերում, եւ արդարացնում ես այդ ռեժիմի շահերը, որը քո պետության հետ որևէ ընդհանրություն չունի, կամ համարում ես, որ քո պետությունը եւ այդ ռեժիմը մի ընդհանուր միասնություն են։ Սա է ամբողջ ողբերգությունը։ Եվ ակամայից այդ ինքնախոստովանությունը վկայում է նրա մասին, որ իրենք չեն ընկալել, որ իրանք որ Հայաստանի Հանրապետությունը անկախ պետություն է։
ոչ թե Կրեմլի ֆորպոստ գաղութ, որպեսզի իրենք շատ կոմֆորտ են զգացել։ Երբ որ ժամանակին ազգային ժողովում ժառանգություն խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը լյուստրացիայի մասին օրենքի նախագիծ էր բերել եւ տեղի էին ունենում քննարկումները, այդ քննարկումների ժամանակ նշվում էր այն մասին, որ Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը նույնպես հավաքագրվել է օտարպետության հատուկ ծառայությունների կողմից, նույնիսկ շրջանառության մեջ էր դրվել նրա ծածկանունը Նարիմանով։ Գուցե այս հանգամանքի բերումով է, որ Սերժ Սարգսյանը փորձում է պաշտպանության տակ առնել Եզրասարք arczepiskopոսին։ Գիտեք, ես կտրուկ համաձայն չեմ, որ քաղաքական բանավեճի ժամանակ այդպիսի որակումները, շարունակվում են առանց ինստիտուցիոնալ եւ իրավական մոտեցումների։ Բայց ինչի համար միայն Սերժ Սարգսյանը Բայց հարց տվեք Գերագույն խորհրդի, այսինքն անկախությունից հետո Գերագույն խորհրդի անդամներին, շատերը դեռ ողջ են։ Երբ որ որոշում էր կայացվում, ուրեմն այդ հանձնաժողով ստեղծվել կամ լուստրացիա իրականացնել, ինչու այդ քննարկումը տապալվեց, կամ ով որոշեց, որ նպատակահարմար չէ։ Հայաստանի Հանրապետության անկախությունից հետո Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդում նման քննարկում է եղել։ Դիտեք ասեմ, որ Ղարաբաղ կոմիտեի մի քանի ներկայացուցիչներ կողմ են եղել։ Այդ թվում նաև հանգուցյալ Վանո Սիրադարյանը։ Իսկ ովքեր են դեմ եղել այդ լյուստրացիային։ Թող պետք է ասեն, որտեղ մեծամասնությունը դեմ է եղել այդ լյուստրացիային։ Ես սա փաստ եմ արձանագրում, ընդհանրապես օրակարգել չի մտցվել, հասկանում եք ոնց է։ Երբ որ ասում են ազգային բանը, գիտեք, մեկ էլ մյուս բան ասում են, դե Պակի այսինչ գեներալից բացի ուրիշ այլ պատշաճ ուրեմն բան չի եղել, ղեկավար չի եղել։ Աբսուրդ, այսինքն Պակի գեներալը, որը ոչ թե Հայաստանի Հանրապետության Պակի, այլ խորհրդային միության Պակին է, ջոկատի, հա, ղեկավար համարվում է որպես նորմալ։ Այս ուղղակի գիտեք, շատերը այդպես ձևակերպում չեն հասկանում իրապես, որ Հայաստանի Հանրապետություն կամ դեռևս իրանց մտքում չկա, որ Հայաստանի Հանրապետությունը անկախ պետություն է։ Հայաստանի Հանրապետությունը ունի իր պետական շահերը, որոնք կարող են եւ չպետք է անպայման համընկնեն Ռուսաստանի Դաշնության շահերի կամ Ադրբեջանի կամ Թուրքիայի շահերի հետ։ Գիտեք, հենց շահերի համընկման այդ մտածելակերպը հանգեցրեց այդ ողբերգությանը, որի մեջ մենք դեմ արդեմ ուրեմն առնչվեցինք 44-օրյա պատերազմի, միջև էլ 2016 թվականի ապրիլյան, չգիտես ինչի տարանջատում են։ Կարծես իրանց ժամանակ այդ ձևի հարձակում չի եղել այդ նույն անվտանգային համակարգի եւ նույն FSB-ի, նույն ԳՌԵ-ի հետ համագործակցածները կամ համագործակցություն ընդունելի համարողները։ Հասկանում եք ոնց է, այսինքն երբ որ քաղաքական ուժերը կամ քաղաքական գործիչները, որոնք հանդես են գալիս մեր փրկության, պետության փրկության դիրքերից ու քո պետության դեմ գործող կառույցների համագործակցելը համարում են ընդունելի, ամենամեծ ինքնախոստովանությունն է, որ իրենք ընդհանրապես փրկության հետ որևէ ոչ մի առնչություն որ չունեն, այլ չեն կարող ունենալ։ Գուցե նաև իրենք էլ են հավաքագրված եղել այդ հիմքով, այդ հանգամանքի բերումով են նորմալ համարում։ Չի կարելի, ես չեմ կարող նման խոսույթներին թուրք տալ եւ պահանջում եմ իհարկե պետք է լյուստրացիայի մասին օրենք ընդունվի, պետք է մինչև 1991 թվականը մարդու իրավունքների խախտումների վերաբերյալ ճշմարտության հանձնաժողով հավաքագրվի, ուրեմն ստեղծվի։ Գիտեք, երբ որ փաստահավաք հանձնաժողով մենք պահանջում ենք պետության զարգման ժամանակահատվածի, դա վերաբերում է 91 թվականից, չէ՞, հետո։ Բայց մինչև 91 թվականը հոմինակ ստալինյան բռնաճնշումները չեն եղել։
Գոմինակ այդ ամեն ժամանակահատվածին 60-ական թվականներին, 70-ական թվականներին, նույնիսկ հենց այդ Ղարաբաղյան շարժման ժամանակ։ Բայց ամեն ինչին ով է տալու քաղաքական գնահատական, իրավական գնահատական 2008 թվականի մարտի 1-ին ինչ էր անում Հայաստանում ՖՍԲ-ի ջոկատը։ Ջոկատ ասում է փորձագետների խումբը։ Չգիտեն իրենք որտեղ էին նստում։ Շատ լավ էլ գիտեն, դե թող ասա ինչ էր անում այդտեղ։ Հոկտեմբերի 27-ին ինչ էր անում Ալֆա ջոկատը Հայաստանում կամ փորձում էր գալ Սիմինչյաններ, հա։ Այդ ի՞նչ է։ Ինչի համար։ Ինչ գործ ուներ։ Պարոն Սարգսյան, թերևս վերջին հարցը, ըստ ձեզ ինչ զարգացումներ կհետևեն բացահայտման այս սենսացիոն եւ արդեն իսկ մամուլում շրջանառվում է տեղեկություն, որ Գարեգին Բ-ն մտադիր է տեղափոխվել Ռուսաստանի Դաշնություն եւ այդտեղից իրականացնել Մայրաթորի կառավարումը։ Դուք նման զարգացում կանխատեսում եք։ Ես ճիշտ ասած էլի այդ թե Գարգին Բ-ն որտեղ կնստի, Մոսկվա կնստի, թե Բաքու, թե Անկարա, թե եւ այլն դա իր գործն է։ Ես գտնում եմ, որ նույնիսկ ասեմ եկեղեցին եւ պետությունը անջատ են աշխարհիկ պետության սկզբունքի մասին է խոսքը։ Իսկ ցանկացած անձի գործելակերպի կամ գործողությունների իրավական գնահատականը պետք է տրվի, թե նա ինչ է անում, ինչ գործողություն է կատարում, եթե կատարում է քրոյին հետապնդելի գործողություն կատարում է, թե ոչ, հա, եւ դա կապ չունի նրա կարգավիճակ, ուզում է լինի ակադեմիկոս, ուզում է լինի, չգիտեմ, հասարակական թե քաղաքական գործիչ, թե պետական գործիչ։ Հիմա եթե գտնում է, որ չգիտեմ ճիշտ ասած այդ խոսակցությունների աղբյուրները կամ որտեվ հիմա ապատեղեկատվությունը կամ ոչ հիմնավոր տեղեկատվությունը այնքան է տարածված, բայց դա կարծում եմ, որ հենց եկեղեցու համար բավական վատ հետևանքներ կունենա եւ բոլոր ամբողջովին ըստ էության դուրս կգա, որ անձը իր դերը ավելի է կարևոր, իրեն ավելի կարևորում է, քան թե հենց ինստիտուտը։ Որտեղ ինչ է անում Մոսկվայում, ինչ պետք է գնա։ Մոսկվայում սովորաբար գնում են այնպիսի գործիչներ, որոնք իրենց երկրներում քրոյին հետապնդվում են իրենց կոռուպցիոն եւ այլ գործողությունների համար։ Մոլդովայից էլ փախավ ինչ-որ նախկին օլիգարխը, ուրեմն ժամանակին Ադրբեջանից այդ իրենց նախկին նախագահը ուրեմն փախավ Ռուսաստան, Қырғызстанից գործիչները այո ապաստանել նախկին պաշտպանության նախարար նաև Կրեմլը եւ Մոսկվան որպես ապաստանի տեղ ենթադրենք, հա, ինքը ամենևին դրական համբավ կամ դրական վարքագծով աչքի ընկնող մարդկանց ապաստանի տեղ չի, այնպես որ իսկ ընդհանրապես կարծում եմ, որ դա խայտառակություն է եւ նման քայլը ինքնին այդ մարդու համար էլ եւ ոչ էլ եկեղեցու համար բարենպաստ չի կարող լինել, բայց բոլոր դեպքերում կարծում եմ, որ եկեղեցու ղեկավարը որտեղ է գնում ապրում, չգիտեմ, ինչ անում կամ բան, դա արդեն իրենց գործն է, իր այդ կառույցի։ Խնդիրը կանում է նրան, որ պետք է անձի նույնիսկ եմ կրկնում որևէ քաղաքական գնահատականներ կարող են տվել, բայց որակումներ կարող են տվել միայն իրավական հիմքերի առկայության դեպքում եւ սա է իմ հիմնական պահանջը։ Այո, պետք է լուսացիա լինի, պետք է ընդունելի չհամարվի հավաքագրվել արդեն ինքը պետք է քրոյին հետապնդելի գործողություն լինի, որտեղ բա ինչի համար ես դու հավաքագրվում, այսինքն ունես նաեւ եւ այս առումով նաեւ ասեմ բարեվարկությունն է շատ կարեւոր։ Հանրային բարեվարկությունը, պետական աշխատողների բարեվարկությունը իրապես շատ որպես համակարգային մոտեցում այս խնդիրները բացահայտելու։ Եթե պատկերացնում եք, եթե որևիցե մի քաղաքական գործիչ կամ եկեղեցական գործիչ կամ հասարակական գործիչ ուրեմն արձանագրվեր կամ կասկածներ լիներ նրա KGB-ի հետ համագործակցության մասին կամ այդ սովետ
սովետական ռեժիմի ժամանակ այդ սոցիալիստական այդ երկրներում նախկին ուրեմն անվտանգային մարմինների հետ կամ ներկայումս է, դա կլիներ քաղաքական վախճան։ Ընդհանրապես գործունեության վախճանը կլիներ, որտեղ այդ հանրային վերաբերմունքը պետք է ձևավորի պետությունը։ Այո, այդ պասավել, դա ինքը քաղաքական ու մահ է։ Մեր մոտ քաղաքական մահ դեռևս չեն համարում, հակառակը ամեն ինչ ա եղել, թող համագործակցեն էլի։ Հանուն ազգի պահպանության, այո, հանուն ձեր նպատակների։ Ես արդեն ասեցի, որ չի կարող նման հակապետական գործունեությունը եւ օտարերկրյա անվտանգային ծառայության կողմից հավաքագրված լինելը, որ աշխատում է քյու պետության դեմ, համարել հանուն ազգի կամ պետության չի կարող։ Համագործակցողները կան, պետական մարմինները կան եւ կա դրա վերաբերյալ համապատասխան ընթացակարգեր։ Դու ինչ ունես կամ ինչ են քեզ հավաքագրում բա։ Ինչպես են կարողանում քեզ հավաքագրել։ Սա էլ է կարևոր հարց։ Որն է շարժառիթը քո հավաքագրվելու կամ որն է այն հնարավորությունը, որ կարողանում են քեզ հավաքագրել, չէ՞։ Այս հարցեր են, որոնք պետք է դրվեն բավական լուրջ իրավական հիմքերի վրա եւ ուշադրության կենտրոնում։ Եվ հստակ հասցեատերերով։ Խնդիրը միայն Ադրբեջանը չէ, կամ Թուրքիան, կամ Իրանը։ Ամեն ինչի մասին խոսում են բացի բանից, Ռուսաստանից։ Ռուսաստան չկա։ Եթե կան խոսեք, հետ պատկերացնեք, եթե Միացյալ Նահանգների կամ Ֆրանսիայի կամ Գերմանիայի ինչ աղմուկ էին հանել այդ բաները, բայց չէ, Ռուսաստանը ոչ անվտանգային ծառայություն ունի, ոչ էլ Ռուսաստանը հավաքագրում է։ Շնորհակալ եմ զրույցի համար, պարոն Սաքունց։ Ես եմ շնորհակալ հրավերի համար։ Հավանիչ տեսանյութը եւ բաժանորդագրվիչ նորությունները բաց չթողնելու համար։